Անցնենք արդեն բուն դատական գործին, որը պիտի այսօր ներկայացնենք հանրությանը, պիտի քննարկենք, հասկանանք, թե ինչ մութ անկյուններ կան այստեղ։ Ես միանգամից խոսքը փոխանցեմ ձեզ, դուք պատմեք, թե ինչի մասին է առաջին գործը։ Այսօր մի շատ հետաքրքիր գործի մասին կխոսենք, ուրեմն Արտակ Առաքելյանի գործն է, նա ֆերմեր է Գեղարքունիքի մարզից, ամբողջ կյանքը ֆերմեր է եղել եւ մի քանի երևի 2 ամիս առաջ մեր գրասենյակ զանգահարեց, մոտեցավ եւ պատմեց իր պատմությունը, որ իրեն դատապարտել են 10 տարի ժամկետով ազատազրկման տրաֆիկինգի համար եւ որ դատական ակտը մտել է ուժի մեջ, այսինքն ինքը վերաքննիչ ատյանաբողոքարկել, վճռաբեկ, բայց վճռաբեկը որոշում է կայացրել եւ իմ համար շատ տարօրինակ էր Մոնիկա ջան, որտեվ տրաֆիկինգը դա մարդկանց առևտուրն է, մարդկանց մարմնի մասերի առևտուրն է, մարդկանց տեղահանումն է սեռական շահագործման ենթարկելու նպատակով, այսինքն հանրությանը, մարդկությանը հայտնի երևի, ասենք, ցեղասպանությունից հետո ամենածանր հանցագործություններից մեկն է եւ նման հանցագործություն կատարած անձը տենց իր ձեռքով մի բան նույնիսկ վախեցա։ Հետո որ դատական ակտը կարդացի, հասկացա, որ այս անձը տրաֆիկինգի հետ որևէ առնչություն չունի։ Ինչա տեղի ունեցել։ Ուրեմն գործը ծավալուն է, ես փորձեմ ամփոփ ներկայացնել, բայց նաև հանդիսատեսին կարող եմ խորհուրդ տալ մտնել Datalytics եւ որոնումով մեղադրյալ Արտակ Առաքելյան գրելով մտնել եւ դատական ակտերը կարդալ, այնտեղ տեսեք, մեր վստահորդը այնպես չի, որ համաձայն այդ դատական ակտի փաստական նկարագրությանը, օրինակ այնտեղ գրած է, որ ինքը ծեծել է, խփել է, վիրավորել է եւ այլն, բայց ինքը ասում է, ես այդպես չեմ արել։ Բայց ես չեմ ուզում հաղորդման առարկա դարձնեմ, դա ապացուցված է թե չէ, որտեղ այդպիսի շատ գործեր կան եւ շատ հարցեր կան։ Դրա համար ես ուզում եմ մի բան մենք պատկերացնենք, թե ինչ որ գրած է այդ դատական ակտում իրականություն է։ Այսինքն նկարագրությունը ամբողջությամբ իրականությանը համապատասխանում։ Եվ ներկայացնենք այն ինչ որ գրած է դատախազության քննչական մարմինների կողմից եւ կնիկված է դատավորի կողմից, ներկայացված է հետեւյալը, որ իր ֆերմայում մի անձ է ընդունվել գործի տարիքով, ով չոբանություն է կատարել, հա, այսինքն 90-ներին տարել է դաշտ եւ հետ է բերել, եւ որոշ ժամանակ աշխատելուց հետո առաջարկել է, որ իր տղան նույնպես աշխատի։ Անչափահաս տղան։ Այդ տղային բերել է, ծանոթացրել է եւ Արտակ Առաքելյանը նրան նույնպես գործի է ընդունել եւ երկուսն ստացել են աշխատավարձ։ Իդեպ երկուսն է թե հայրը թե որդին լրացուցիչ աշխատանքներ են հենց իրենց նախաձեռնությամբ խնդրել կատարել եւ դրա համար լրացուցիչ վարձատրվել են, այսինքն այնպես չէ՞ որ ֆերմայա էս էլ արա, այն էլ արա։ Շահագործում տեղի չի ունեցել մի խոսքով։ Չէ, հələ չենք հասել այդտեղ։ Հələ ըստ դատախազությանը շահագործում չկա։ Այս մասը ինչ երկար նկարագրեմ, որտեղ կարող բացատրենք ինչ է, էլի։ Մի խոսքով սկսել են աշխատել ֆերմայում ու տարբեր աշխատանք գոմ աղբից գոմը մաքրել, եղել է դեպքեր, որ կովերը կթել եւ այլն եւ այլն։ Եվ սա եղել է ամիսներ շարունակ եւ իրենք հստակ աշխատավարձ են ստացել։ Հետո Արտակ Առաքելյանը ֆերմայի տերը, մոր առողջական վիճակի կտրուկ վատացմամբ, այսինքն խնամքի կարիք է եղել ամեն օր, մահամերձ է եղել մայրը, տեղափոխվել է Կոտայքի մարզ, Հրազդան քաղաք, այսինքն եղել է, չգիտեմ, 70-80 կիլոմետր հեռու ֆերմայից եւ անընդհատ մայրիկով է զբաղված եղել։ Այստեղ սկսել է խնդիրները։ Ուրեմն այս հերթապահության ժամանակ էս անչափահաս չոբանի անասուն է անկել։ Մորթել են, տեսել են, որ այդ բանը իրենց խոտը, որը ուտում են անասունները, դա կապելու պարանը եղել է խոտի հետ, կերել է դրանից է սատկել։ Արտակը բարկացել է ըստ այդ մեղադրանքի, հա, ասել է ուշադիր եղեք եւ այլն, հետո մի քանի հատ էլ անասուն անկել, մի քանի օրվա մեջ։ Այսինքն ամիսներով խնդիր չկա, հենց Արտակը մոր բանով է զբաղված, մեկ էլ մի 10 օրում մի 5 հատ անասուն է անկում։ Էլի նույն պատճառով, այսինքն մյուսների պատճառը չի պարզվել, որտեղ Արտակը ասել է մյուսներին մորթեք, մինչև հասել է չի եղել մարմինները։ Ասել է ուր են այդ անասունները, ասել են գելերը տարան, թե շները տարան։ Դու դա էլի տես բաներ չի հանդիպում։ Ես իհարկե բոլորի անվտանգության կանխավարկած ուզում եմ հարգեմ, բայց բաց տեղեկատվությունն է, որ այդ իդեպ այդ անչափահաս չոբանին օգնել է նաև իր փոքր եղբայրը, որ դպրոցական է եղել։ Այս երկու եղբայրներին այս ժամանակահատվածում նաև դատապարտել են բնակարանային գողության համար։
Ես չեմ ուզում այդ երեխաներին ասեմ, որ միսը տարել են, բան մենք ապոցված նման հանգամանք չունենք, բայց ես ուզում եմ, որ արտակի այդ զայրույթը, ցասումը, հա, որ չկան անասունները, հա, այդ գալիս է մորխը նամքով զբաղված, տեսնում է վերջի մի քանի օրվա մեջ մի քանի հատ անասուն է անկել։ Եվ բնականաբար բարկանում է թե այդ անչափահասի վրա, թե հոր վրա, այն որ էլի աշխատում է նույնտեղ, ու ասում է, որ այս անասունների գումարը պետքա փակեք ձեր աշխատավարձով, կաշխատեք կփակեք։ Այս կաշխատեք կփակեք, դա անասունների գինը բավականին բարձր է։ Մի քանի ամիս իրանք աշխատավարձ չեն ստացել ըստ մեղադրանքի։ Հետո գնացել են մայրիկի մոտ, այս անչափահասը եւ փոքր եղբայրը։ Ու գանգատվել են, որ արտակը մեզ փող չի տալիս, աղուրը գործ են կանում, նայել ասել է գնացինք ոստիկանություն։ Գնում են ոստիկանություն, ոստիկանությունը սկզբից ծեծով է հարուցում գործը, հետո մեկ էլ գցում բռնում են, որ այստեղ շահագործում է տեղի ունեցել։ Այսինքն այն, որ աշխատել են անվճար հիմունքներով, դա այդ թրաֆիքինգի տրամաբանություն։ Այո, այսինքն տրամաբանությունը Մոնիկա ջան, հետևյալն է մեր մեղադրանքի եւ դատական ակտերի, որ դե որ աշխատավարձը չես տվել, ուրեմն շահագործել ես։ Եթե շահագործել ես, ուրեմն թրաֆիքինգ է։ Պատկերացրեցիք։ Բայց էլ չեն նայում, որ թրաֆիքինգը вообще ինչ է, մեկ։ Երկրորդ էս անձի դիտավորությունը նպատակը ո՞րն է եղել։ Եթե անձը ունի կորուստներ, եւ այդ կորուստները փորձում է վերականգնի, գուցե ինքը իրավական առումով իրավունք չունի այդքան աշխատավարձ բայ, դեմ չեմ։ Հնա քաղաքացիական աշխատանքային օրենսգիրքը օրինակ նախատեսում է սահմանաչափ։ Եթե այլ բան նախատեսված չի պայմանագրով, հա։ Եթե վերջապես, չգիտեմ, ասենք այդ երեխան գտել է, որ իրան խփել են, բռնություն են գործադրել, դրա համար պետքա պատվի։ Իհարկե բռնությունը առանձին հանցագործություն է։ Անչափահասի նկատմամբ բռնությունը ավելի դաժան հանցագործություն է, որի համար կարող օրինակ մարդ տուգանք ստանա կես միլիոն կամ 2 ամիս կալան։ Վտանգավորության ո՞ր աստիճանի մեջ։ Ամենանվազ հանրային վտանգավորության տակ է, այսինքն համարվում է ոչ մեծ ծանրության հանցագործություն, որի առաջի անգամ կատարման դեպքում առավելագույն պատիժը կարող լինի 1-2 ամիս կալանքը։ Բայց ոչ 10-ից 15 տարի ազատազրկումը, որը նախատեսված է անչափահասի թրաֆիքինգի համար։ Մարմնական վնասվածքներ եղել են լուրջ։ Երբ որ ոստիկանություն են գնացել, եղել էր կապտուկներ, որոնք փորձագետները տվել են առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող։ Այսինքն դրանք մի քանի օրում անցնող կապտուկներ են։ Արտակը ասում է այդ հերն է ջղայնացել ծեծել, որը իբր չոբանն է ծեծել իր տղեկին, բայց հիմա ըստ գործի բան է։ Խոստովանություն եղել է արտակի կողմից։ Արտակը երբեք չի ասում, հիմա էլ չի ասում։ Ասում է արտակին որ տեսնեք, չեք հավատա, որ ինքը կարա մարծեցի։ Այդտենց խելոք, համեստ, կրթված, ուրեմն տեսողությանը խնդիր ունի Մոնիկա ջան, այդ տղեն։ Ուրեմն թուղթը այսպես գրեթե կպնում աչքերին, որ կարողանա կարդալ, այնտեղ 0.2-ը թե ինչքան է։ Ցույց չի տալիս ինքը քայլում է ինչ որ ձև, էլի, այդպես ընդհանուր պատկերը կողնորոշվում է շենքի։ Ու այս տղուն, որը իր մոր խնամքով այդպես հոգեկան ստրեսի, հոգեբանական ստրեսի մեջ իմացել է, որ չոբանները ֆերման ավիրել են, գնացել ենթադրենք խփել է լավ, խփել է թրաֆիքինգ։ Հաշվարկներ կան, թե գումարային տեսքով ինչքան վնաս է կրել։ Չէ, գործով դա չի ոչ դատարանը, ոչ քննչական մարմինը չի արձանագրել, բայց այն, որ անասունները անկել են այդ վնասը եղել է, սա ապացուցված փաստ է։ Այնտեղ գրվում է միտեղ նման ձևակերպում եմ տեսել, որ անասունների անկման պատրվակն օգտագործելով որոշել է աշխատավարձ չտա։ Այսինքն իբր ոչ թե ինքը գումարն է այդքան պահել, այլ պատրվակ է օգտագործել, իմանալով, որ այդ բավականին մեծ քանակությամբ անասուն են, էլի, ոնց որ այդ անկել այդ մի քանի օրվա ընթացքում, երբ որ ինքը այնտեղ չի եղել, եւ այդ գումարը կարող է իրանց մի քանի ամսվա աշխատավարձ լինի։ Այս առումով տրամաբանություն կա։ Եթե մի բան Մոնիկա ջան, օրինակ ենթադրենք, որ ինքը իրականում փորձել է օգտվել այդ իրավիճակից, հա, սա կարա լինի օրինակ շորթում, բայց դա շատ դժվար է ապացուցել, էլի, մարդը ռեալ կորուստ ունի, ապացուցված է, որ անկել է, եկել է ասում է իմ կորուստը պետք է վերականգնեք։ Ով իրենց պատասխանատվություն։ Ու իրանց պատասխանատվություն տակը իրանք ինչ բան աշխատավորները հստակ ստացել են, ոչ այդ իրանք մենակ անչափահասը մի 8 ամիս աշխատավարձ է ստացել, մինչև այդ անասունները իրար հետևից անկել է։
Այսինքն տենց խնդիրը այն անձը չի էլի որ փող չտա։ Վերջապես հայրդ գոհ էր որ քեզ բերեց, վերջապես հայրը տտեղ էր, ինքն էլ է մասնակցել այդ ամեն ինչին։ Այսինքն գիտեք ոնց տրաֆիկինգը դա այն հանցագործությունն է, երբ որ անձին մի քանի երկրից երկիր են տեղափոխում, կա վաճառող կողմ, ձեռք բերող կողմ։ Իրանք ոնց է սկսել մարդու օրգաններ եւ սեռական շահագործում։ Երկրագնդում 90% տրաֆիկինգը սա է։ Կան որոշ երկրներ, որ կարողանում են գողանան տանեն ստրկության։ Այս ստրկությանը հետ զուգահեռ դե պատկասում եք իր բնակության վայրից անձին հափշտակում տանում են եւ ինչ որ պլանտացիաներում ստիպում են օրինակ թմրանյութ աճեցնել կամ չգիտեմ, ասենք ինչ որ վերամշակումներ անել զուտ սնունդ ապահովելով։ Սա սարսափելի հանցագործություն է, որ կարտելներն են դրան ներգրաված լինում, հա, հզոր։ Հիմա մեկ էլ պարտակ է իր ֆերմայում, հասկանում եք, որևէ այդ հանցագործությունները իրար հետ որևէ առնչություն չունեն, որևէ նմանություն չունեն։ Ես ճիշտ եմ հասկանում, որ հայրը բերել է որդիներին աշխատելու նպատակով, հետո երբ որ այդ համագործակցությունը սկսվել է արտակի եւ տղաների միջեւ, կարծես թե պատմության ինչ որ հատվածից հայրը անհետանում այս պատմությունից, թե ինքը զուգահեռ շարունակում այս process-ների մեջ լինել։ Ես մի քիչ այդ հատվածը չեմ հասկանում, կուզեմ որ դուք ներկայացնեք ու հասկանաք հոր դերակատարությունը ոնց է շարունակվում այս դեպքում։ Շատ լավ հարց տվեցիք։ Ուրեմն տեսեք, թե հայրը, թե որդին այս գործը հարուցելուց հետո շարունակել են աշխատել ֆերմայում։ Պատկերացնում եք, այսինքն գնացել է զուգահեռ process արտաքին դատելու, որը մի քանի տարի տևել է, ու այդ ֆերմայում աշխատելու։ Եվ իրանք ցանկացել են աշխատել, իրանք ասել են, չէ, քննիչի մոտ հենց առաջի օրը գրել են, չէ, մենք ուզում ենք աշխատենք, բայց թող մեր աշխատավարձը տա։ Պատկերացրեցիք, իսկ հայրը թե սկզբում, թե ընթացքում, թե չգիտեմ, գուցե մինչև հիմա էլ աշխատում է, չեմ կարող վստահ ասել, բայց որ դեպքից հետո դեռ ամիսներ շարունակ աշխատել են, դա վստահաբար կարող եմ ասել։ Ինչ եք պատրաստվում անել այս գործի հետ։ Ամենակարևոր հարցը եւ ինչ փուլում է այս պահին գործը։ Տեսեք, Մոնիկա ջան, այստեղ իհարկե մենք գտնում ենք, որ դատավորները եւ դատախազություն քննչական մարմիններ նույնպես այսպիսի որակում նման դեպքով չպետք է տային։ Այսինքն, եթե այդտեղ շատ իրանք այդ գործով որևէ բառ անգամ չկա, որը համոզմունք առաջացնում, որ արտակը ոչ թե փորձել է իր վնասը վերականգնի, այլ փորձել է այս իրավիճակն օգտագործի, մանիպուլացնի իրավիճակը եւ շահագործի։ Մենք պատկերացրեք մի ուրիշ իրավիճակ, ասես մի քիչ ավելի բարձրացնեմ, բաժակը ջարդել է աշխատողը, 500 դրամանոց բաժակը, բայց գոռում ավրեն ասում է 6 ամիս պետք է աշխատես։ Ստե կարող է տեսնես նման տարեր։ Մեր դեպքում ակնհայտ նման տար չկա։ Բայց եթե նույնիսկ նման տար լինի, ինքը օրենքը չի համապատասխանում, կարող է լինի շորթում։ Երբ որ անձին վախեցնես, ասես քեզ կծեծեմ, դու պետքա ձրի իմ մոտ աշխատես, հա? Ստեղ կարա շորթման հատկանիշներ, ուղիղ շորթման երկրորդ մասը անչափահասի նկատմամբ բռնության գործադրման։ Առաջին մասը բռնության գործադրման սպառնալիքով։ Բայց նույնիսկ շորթման երկրորդ մասը նվազագույն պատիժը 3 տարի է, ոչ թե 10։ Պատկերացրեցիք։ Ինչ մեխանիզմ է այս դեպքում աշխատում, որ թիվը հասել է 10-ի։ Դե տրաֆիկինգի որակում է անչափահասի նկատմամբ բռնության գործադրմամբ նվազագույնը 10 տարի է։ Ո՞նց է այդ որոշմանը եկել։ Դա օրենսդիրն է։ Տեսեք, եթե օրինակ անչափահաս ինչ որ երեխաների օրգաններ կտրտեն եւ տանեն վաճառքի, հա, մի հատ էլ ծեծեն իրանց կտրտելուց առաջ, դա 10-ից է սկսում։ Եթե ինչ որ անչափահաս հա աղջիկների տրաֆիկինգով տանեն ուրիշ երկիր սեռական շահագործման ենթարկեն, դա 10 տարուց է սկսում։ Բայց այն էլ բռնությամբ գործադրված պետք է լինի, որ 10 տարուց սկսի։ Հիմա մեր դեպքում կարող է լինի ինքնիրավչություն, եթե ուզում ենք հանցագործություն գտնենք արտակի գործողություններում։ Կա բռնություն, եթե մեղադրանքը ընդունենք, բռնությունը միանշանակ կա անչափահասի նկատմամբ։ Սրանց համար տուգանք է նախատեսված։ Հիմա ստե կա նաև օրենսդրի խնդիր։ Տեսեք, իրավակիրառի խնդիրը կա, բայց օրենսդրի խնդիրը կա այս գործով, դրա համար ենք հենց այս գործը ընտրել։ Մեր օրենսդրությունը ի տարբերություն եվրոպական օրենսդրության բազմաթիվ երկրների, մենք նույնիսկ բանով արհեստական բանականությամբ ենք որոնումներ տվել։ Արհեստական բանականությունը չէր հավատում։ Ասում անհնար է դրա համար տրաֆիկինգ դատեն, ինչ որ բան խառնում եք։ Չկա մարդու առևտրի տարը։ Պետքա լինի մարդու առևտուր։ Դուք ձեր նկարագրածը
գուցե դժվարանում ենք պատկերացնել, այստեղ կարծես աշխատանքային հարաբերությունների խախտում է, բայց գուցե կարող է այստեղ շորթում դառնալ, բայց չի կարող դառնալ տրաֆիկ։ Հիմա օրենսդրի խնդիրը որն է՝ ի տարբերություն կոնվենցիաների միջազգային, որոնք ասում են անձին գնելը, վաճառելը, տեղափոխելը, պահելը, որը կատարվել է նրան սեռական շահագործման, ստրկության, մարմնի մասերը վաճառելու կամ այլ հարկադիր աշխատանքի ենթարկելու նպատակով, սա տրաֆիկինգ է։ Մեր օրենսդիրը գրել է հետևյալ կերպ. անձին պահելը, տեղափոխելը, առնելը, վաճառը կամ շահագործելը համարվում է տրաֆիկինգ։ Այսինքն զուտ շահագործում բառը մեր օրենսդրական այդ տեխնիկայի առումով, երբ որ նայում ես դրա շարադրանքը, դառնում է տրաֆիկինգ։ Պատկերացրեցիք, եթե ես օրինակ իմ, չգիտեմ, աշխատավարձը չվճարեմ, բայց ինքը ինչ-որ չկարողանա ուրիշ տեղ գործի ընդունվի, ես իմանամ, որ ինքը խոցելի վիճակում է եւ այդ բանը աշխատավարձը չտամ, ասեմ 3 ամսից եմ տալու, ինքը ստիպված աշխատի, ես միանգամից դառնում եմ տրաֆիկինգի հանցագործություն կատարած անձ։ Պատկերացրեցիք ինչ եմ դառնում։ Կարծում եմ Հայաստանի 70% այսօր պիտի այդ տրաֆիկինգով գործերով անցնի։ Տեսնում եք ինչ է դարել։ Ու որ համեմատած ոնց որ օրինակ մենք ասենք, գիտեք ինչ, առողջության նկատմամբ ցանկացած ոտնձգություն պետքա պատժվի նույն կերպ, ինչպես օրինակ շահադիտական սպանությունը։ Այսուհետ կյանքի եւ առողջության դեմ բոլոր հանցագործությունները այլևս տարանջատված չեն։ 15-ից 20 տարի է, նույն բանն է։ Ես ուզում եմ ամեն դեպքում մեզ դիտողների կողմից չընկալվի, որ մենք արդարացնում ենք, այստեղ զուտ ժամկետների հարցն ենք մենք քննարկում, որ դեպքում ինչքան պիտի սահմանվի, ոչ ոք չի արդարացնում ոչ բռնությունը, ոչ այն process-ները, ինչ որ տեղի են ունեցել, զուտ հասկանալու համար, թե որի համար օրենքը ինչա նախատեսում։ Շատ ճիշտ դիտարկում արեցիք, եթե եղել է բռնություն անչափահասի նկատմամբ, կապ չունի ինչ էմոցիոնալ վիճակում է գտնվել, աֆեկտ եթե չկա այդտեղ, պետք է պատասխանատվություն կրի։ Ու եթե օրենքով նախատեսված է դրա համար կալանք 2 ամիս, այո, թող չնայեն, որ իր մորը խնամելուց է եկել այդ անձը, թող չնայեն, որ 5 անասուն օրինակ այդ պահին ոչնչացված է եղել այդ երեխաների պատճառով, թող ասեն, գիտես ինչ, հարվածել ես, պետքա գնաս 2 ամիսդ նստես, բայց չորակեն որպես այլ է։ Դե եկեք միանգամից ցեղասպանություն դնենք վրան արտակի, ինչ տարբերություն։ Շատ լավ։ Ավարտենք երևի զրույցը։ Այո, շատ շնորհակալ եմ։ Ես էլ ձեզ եմ շնորհակալ, մեզ դիտողներին ուզում եմ հիշեցնել, որ Արդարադատության ինդեքս հաղորդաշարն եք դուք դիտում, սա առաջին թողարկումն էր։ Ես աշխատում եմ LSA իրավաբանական ընկերության հետ, իսկ իմ զրուցակիցն էր ընկերության տնօրեն Արսեն Սարդարյանը։ Կհանդիպենք։